Բարև ձեզ, Ազատության զրուցակիցն է, քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Մարիա Կարապետյանը, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք։ Արտգոսնախարարությունն ասում է, որ Ղարաբաղի հայաթափումից եւ Ղարաբաղի լուծարման մասին հրամանագրից հետո հայերի վերադարձի, ընդհանրապես հայերի իրավունքների հարցը դուրս է Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, բայց այդ ինչպես եթե Հայաստանն է եղել բանակցողը 3 տասնամյակ, անվտանգության երաշխավորը։ Պետք է վերհիշենք, որ արտաքին գործերի նախարարությունը ոչ թե մի օր արթնացել է եւ որոշել է այս մասին հրապարակում անել, անդրադառնալով արդեն անցած իրողությունների, այլ լրատվականները, այդ թվում Ազատություն ռադիոկայանը հարցում է ուղարկել արտաքին գործերի նախարարություն եւ կարեւոր է նաեւ նկատել, թե ինչ են հարցրել Ալիևի հայտարարության մասին։ Եվ ինչ են մեջ բերել Ալիևի հայտարարությունից, որ նա Գերմանիայի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանը մինչև 2024 թվականի հունվար ամիսը փորձել է խաղաղության պայմանագիր ներմուծել կամ ներառել դրույթ, որով մեջբերում եմ իր խոսքերը, այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագան էր ապահովում։ Այսպիսի ձևակերպում է արել Ադրբեջանի նախագահը Գերմանիայի նախագահի հետ մամուլի ասուլիսում։ Հիմա եթե ես լինեի ընդդիմադիր քաղաքական գործիչ, ես կասեի, տեսեք, Ադրբեջանի նախագահը ասում է, որ հիշում եք այն արտահայտությունը փակ դռների հետևում ինձ փորձում էին ստիպել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հիշում եք, չէ՞, այս արտահայտությունը, դրան մեր արձագանքը ինչպիսին է եղել։ Մենք մեկնաբանել ենք դա, որ փորձել է իր ժողովրդի առջև երևալ, իբրև անկոտրում եւ այլն, կամ մի որևէ այլ նպատակ է ունեցել, բայց մեր դիրքորոշումը եւ ճշմարտությունը բանակցային գործընթացի մասին այն է, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ունենալու շանսեր չեն եղել երբևէ։ Սրան կարող ենք մանրամասն անդրադառնալ, հիմա այս ուղղությամբ շատ չգնամ։ Եվ ուրեմն լրատվականները փորձել են արտաքին գործերի նախարարությունից ճշտել, թե արդյոք այս պնդումը ճիշտ է, արդյոք Հայաստանը մինչև 2024 թվականի հունվար փորձել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ձևակերպում ունենալ խաղաղության պայմանագրում։ Հիմա ես կարող եմ ասել, որ ոչ, դա ճիշտ չէ, հանրապետության ետևից դրա այդպիսի ձևակերպում ունենալ պայմանագրի մեջ մենք չենք ցանկացել, եւ Ադրբեջանի նախագահը ամենայն հավանականությամբ սա ինչի է ասում, ասում է Գերմանիայի նախագահի ներկայությամբ Երևանու համար, իրեն արդարացնելու համար, փորձելու համար ցույց տալ, որ Հայաստանը այդքան էլ լավ չի ճանաչել իր տարածքային ամբողջականությունը այն բոլոր դրվագներում, որում ճանաչել է։ Սա մի հատ նկատենք։ Ինչ է ասել արտաքին գործերի նախարարությունը, եւ ես դա վերահաստատում եմ, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղում ապրում էին հայեր, մինչև վերջին հնարավոր պահը մենք փորձել ենք որևէ կերպ հաստ կլինի դա խաղաղության պայմանագրում, թե այլ թրեքով, այսպես ասած բանակցությունների, որևէ կերպ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը։ Այս ձևակերպումը ձեզ պետք է ծանոթ լինի, որովհետեւ մենք սրա մասին ենք խոսել պատերազմից ի վեր մանավանդ Միսկի խմբի դիսֆունկցիոնալ դառնալու պահից ի վեր մենք այս ձևակերպումն ենք տվել, սա ճշգրիտ ձևակերպում է եւ արտաքին գործերի նախարարությունը սա է ասել, որ մենք փորձել ենք մինչեւ հնարավոր վերջին կետը հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այս հարցը։ Եվ սա անհնար է, այսինքն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգից դուրս է եկել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման, տեղահանության, հանգամանքի բերումով եւ ուրեմն Լեռնային Ղարաբաղի այդ լուծարման փաստաթղթի ստորագրման բերումով։ Տիկին Կարապետյան, խնդիրն այն է, որ ով է ձեզ ասել, որ դա վերջին կետն է, չէ՞ որ խնդիրը չի լուծվել կամ առնվազն արդարացի չի լուծվել, հազարավոր մարդիկ տուն ու տեղ թողել ու հեռացել են։ Ով է ձեզ ասել, որ պատմությունն ավարտվել է, որ դուք դա հանել եք բանակցությունների օրակարգից։ Դա մեր գնահատականն ու մոտեցումն է։ Մենք պայքարել ենք մինչև վերջին հնարավոր օրը, գիտեք, նաև շատ սուր քննադատությունների արժանանալով։ Հիշում եք, որ տեղահանության օրերին մեծ բանավեճ կար, այդ թվում մեր ներսում բանավեճ կար, թե վերջի-վերջո արդեն ժամանակն է, որպեսզի որևէ մի կերպ մարդկանց հանենք, փրկենք հարցակումից, թե այնուամենայնիվ պետք է փորձել
շարունակել մնալ, որպեսզի հետագայում հնարավոր լինի Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայությունը, հայերի այնտեղ ապրելը։ Ուզում եմ ասեմ, շատ դժվար պատմության մեջով ենք մենք անցել եւ մյուս կողմից էր, ուրեմն անընդհատ որոշ շրջանակների կողմից փորձ էր կատարվում այդ տեղահանությունը օգնել կազմակերպել, այդ ալիքը Հայաստան տեղափոխելու, տենց զինվորներով, բնակչությամբ, ցույցերով այդ ալիքը տենց բերելու Հայաստան եւ կործանելու նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Այդ դրան մենք փորձել ենք դիմադրել, բայց նաեւ նպատակ որպես ունենալով, որ հայերը շարունակեն ապրել Լեռնային Ղարաբաղում։ Դրանից հետո մենք վերագնահատել ենք իրավիճակը։ Վերագնահատել ենք եւ հիմա մեր քաղաքականությունը այդպիսին է։ Իմ հարցն այն մասին էր, որ ինչպես եկել են, այնպես էլ կարող են հետ գնալ, ինչու է այդ դուռը փակել։ Մենք այս պահին դա իրատեսական չենք համարում, իսկ անիրատեսական հարցեր բարձրացնելը զուտ բարոյական, պատմական, էթիկական նպատակառումներից ելնելով ճիշտ չէ, դա նախ մարդկանց է ուրեմն խոշտանգում թույլ չտալով, որպեսզի նրանք իսկապես իրենց էներգիան կենտրոնացնեն Հայաստանում նոր կյանք սկսելու վրա, ուշադրությունը դրա վրա կենտրոնացնեն եւ երկրորդը անվտանգային ռիսկեր է գեներացնում արդեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ Հայաստանի Հանրապետությունը նման քաղաքականություն չունի, չի անում, նաեւ այս նկատառումից ելնելով, ինչը չեմ կարող ասել էլի կրկին այդ որոշ շրջանակների մասին, որոնք հիմա էլ փորձում են Հայաստանի Հանրապետության ներսում կազմակերպել այդ նույն շարժումները, ինչը որ Լեռնային Ղարաբաղում էին անում։ Գուցե հակառակ դա Հայաստանը կուժեղացնի բանակցային սեղանի շուրջ, որովհետև Ադրբեջանի ամենախոցելի կետն է, էթնիկ զտում է արել։ Բանակցությունների վերաբերյալ այս մոտեցումը շատ հայեցակարգային ու մեթոդաբանական է։ Հայաստանի նախկին բանակցային մոտեցումը իսկապես այդպիսին է եղել։ Եկեք տարբեր հնարավոր պարագաներում բարձրացնենք բոլոր հնարավոր հարցերը։ Գիտեք, Հայաստան-Թուրքիա բանակցությունների ժամանակ ինչ որ մի պահի Քոչարյան-Օսկանյան զույգը որոշել էր, որ հայոց ցեղասպանության հարցն էլ եկեք, չէ, Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հարցում, հա, ինչ որ մի պահի որոշել էին նաև հայոց ցեղասպանության հարցը բարձրացնել։ Այդ դրվագը նաև դուք եք լուսաբանել, ձեր լրատվականն է լուսաբանել։ Շատ բան է, ուզում ես ասես, ինչ կա այդտեղ բարոյական պարտք ես քեզ զգում հայոց ցեղասպանության մասին, ո՞նց կարելի է չխոսել, ուրեմն եթե ո՞նց կարելի է չխոսել։ Բայց ուրեմն այդ մոտեցումը բանակցությունների, որ եկեք բոլոր հնարավոր հարցերը բարձրացնենք, ոնց որ բանակցությունները ինքնանպատակ սարքելու ձև են, այսինքն մենք ոչ թե փորձում ենք հասցեագրել մեր անվտանգության ռիսկերը, մեր պետականության հարատևության հարցը, այլ մտածում ենք, էլ ինչ կա ասելու, որը կարող է բարոյապես ճիշտ հնչել, եկեք այդ բոլոր հարցերը բարձրացնենք։ Եվ դա ոնց որ մեր խնդիրների լուծմանը չի տանում, դա տանում է հակամարտության հարատևմանը։ Իդեպ արտգործնախարարության հայտարարությունը արցախցիների կողմից որակվեց նաև մեղքը թույլի վրա բարթելու փորձ, որովհետև օրինակ տեղեկությունը, որ միայն ղարաբաղցիներն են տապալել երրորդ երկրներում հանդիպումները, ասում են ճիշտ չէ, ասենք Դիցուք Բրատիսլավայի տոմսը գնված էր, Սոֆիայի դեպքում գուցե նման բան եղել է։ Ես առաջարկում եմ կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև վերջին հնարավոր պահը, այդ ընդ որում դա ասում է Ադրբեջանի նախագահ, իր ձևակերպումը ճշգրիտ չէ, սխալ է, փորձում է ցույց տալ, որ Հայաստանը ապակառուցողական է եղել, բայց Հայաստանի Հանրապետությունը մինչև վերջին հնարավոր իրատեսական պահը ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության այնտեղ գտնվելու իրավունքները եւ անվտանգությունների ձևակերպումը արդեն ասեցի արել է եւ մենք ակնկալենք որպեսզի Լեռնային Ղարաբաղի իշխանությունները սրա հետ համահունչ քայլեն, որովհետեւ եթե ձևակերպումը այն է, որ Հայաստանն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, ապա պետք է փորձի իր մոտեցումները մոտեցնել Հայաստանի Հանրապետության մոտեցումներին, որպեսզի մենք համահունչ աշխատենք, ոչ թե իրար դեմ աշխատենք։ Այստեղ մի բան էլ կա, որ դուք խոստացել եք ձեր ընտրողներին անջատում հանուն փրկության, էլ դեօկուպացիայի մասին չեմ խոսում, հիմա մի տարի է մնացել հաջորդ ընտրությանը, պիտի ասեք այդ խոստումը կատարել եք թե չէ, բայց լրիվ տրամագծորեն այլ մոտեցում է հիմա իշխանությունն առաջարկում, որ այդ հարցը չենք էլ քննարկում։ Սրան մի քանի անգամ անադարձ կատարվել է, շատ հաճախ նաև շահարկվում է, որ մենք խոստացել ենք Շուշին եւ Հադրութը դեօկուպացնել, ինչի ճշմարիտ չէ։ Այդ կուսակցության նախընտրական ծրագրում կա դա։ Երկու ծրագիրներ կարող ենք բացել, մանրամասն կարդալ, բայց նկատել ամբողջական գլուխը, ինչ է գրված, եւ այնտեղ միտեղ գրված է, որ այդ հարցը, դեօկուպացիայի հարցը կդառնա բանակցությունների մաս։ Այստեղ մենք օգտագործել ենք այդ հին դիվանագիտական դպրոցի տրամաբանության ներսում, մտածել ենք, որ այդպիսի հարց էլ կա, դա էլ կարող ենք բարձրացնել տարբեր հակընդդեմ հարցեր հակակշռելու համար։ Այդ նպատակով ենք արել, պատկերացնեք, եւ
ինչն է կարևոր, որ կետից, ուզում եմ ասեմ, այդ մտածողությունը նաև մեզ է բնորոշ եղել, որ հնարավոր բոլոր հարցերը սպասեք հերթով գրենք, որովհետև դրանց շրջանակներում բանակցությունները տեղի ունենալու, բայց նաև իրավիճակը, այսինքն ոչ միայն մեր մոտեցումներն են դիվանագիտությանը, մեր տարածաշրջանին առհասարակ փոխվել, այլև փոխվել է այն միջավայրը, որում Հայաստանը եւ ոչ միայն Հայաստանը, որում ամբողջ աշխարհը գտնվում է, այսինքն այն պահից հետո, երբ սկսվեց Ուկրաինայում պատերազմը եւ այլևս անդառնալիորեն այս մինչ այժմ անդառնալիորեն վատացան հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների, Եվրոպական միության եւ Ֆրանսիայի միջև, այլևս անհնար դարձավ այդ նույն բառապաշարի շրջանակներում ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում, թեև սկզբունքները շարունակում են գործել, բայց այդ ֆորմատը իր ողջ մոտեցումներով փլուզվեց, այլևս հնարավոր չէր այդ ուղղությամբ գնալ։ Հիմա եթե մեր ազդեցությունից դուրս գտնվող հանգամանքների բերումով է փոխվել իրավիճակը, մենք զուտ նրա համար, որ այ հավատարիմ մնանք մեր նախընտրական ծրագրի, շարունակենք հետապնդել նպատակներ, որոնք ոչ միայն անիրատեսական են, այլև ռիսկեր են գեներացնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ոչ, մենք ընտրել ենք գնալ այլ ճանապարհով եւ մեր ժողովուրդը հնարավորություն կունենա գնահատական տալու մեր արածներին։ Օրինակ, ինչ ասեմ, մեր նախընտրական ծրագրում իրական Հայաստանի մասին ոչինչ չկա գրված, չէ՞, մենք նոր ենք այդ ձևակերպումը տվել, այդ վերաիմաստավորման, ինքներս մեզ քննադատելու, ինքներս մեզ հասկանալու, մեր անցած ճանապարհը հասկանալու միջոցով նոր ձևակերպում ենք տվել։ Դա մեր նախընտրական ծրագրում չկա, բայց հաջորդ ընտրություններում մարդիկ նաև դրան են գնահատական տալու։ Երբ ասում եք, որ փորձ է արվում հիմա էլ այդ ճանապարհով Հայաստանը կործանել, դուք նկատի ունեք, որ արցախցիների այդ հավաքները քաղաքական նպատակ ունեն, միայն սոցիալական չէ։ Ես այստեղ պետք է առանձնացնեմ մարդկանց եւ քաղաքական գործիչների։ Օրինակ կբերեմ, շատ պայմանական օրինակ, Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը տեղահանությունից երևի 1-2 ամիս անց էր, այսինքն 2023 թվականի հոկտեմբերին հարցազրույց էր տալիս, որի մեջ ասեց, որ Լեռնային Ղարաբաղի հայերը իր քաղաքական կապիտալն են, այդ ինչպես է, որ նրանք ոնց որ ամբողջ Հայաստանով պետք է ցրվեն, ապրեն տարբեր բնակավայրերում եւ այլն։ Այդ արտահայտությունը ինձ շատ խոցեց, որ ուրեմն փաստորեն փորձ է կատարվելու շարունակել մարդկանց զգացմունքները, պատկերացումները, այժմ արդեն կարոտը իրենց տների, իրենց հայրենիքի նկատմամբ շահագործելով քաղաքական օրակարգեր առաջ մղել։ Սա անթույլատրելի է եւ մենք սա այն պահից ի վեր հայտարարել ենք, որ այսպիսի բան տեղի չի ունենալու եւ այդ փորձերը կատարվում են, ընդ որում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների հույզերի, կարոտի, զգացմունքների, պատկերացումների շահագործման, այլ նաև որոշ հայաստանցիների այդ հավաքներին, ուզում եմ ասեմ, հայաստանցիներ էլ են, չէ՞, մասնակցում։ Եվ մենք մեր թիրախը բնավ մարդիկ չեն, մեր թիրախը այդ անպատասխանատու քաղաքական գործիչներն են, որոնք 0 գրամ ռեֆլեքսիա ունեն նկատելու, թե իրենք ինչ արեցին Լեռնային Ղարաբաղում, եւ հիմա այդ նույն ծրագրերը որոշել են, որ նույն ինքնավստահությամբ կարող են ծավալել Հայաստանի Հանրապետությունում։ Դա նրանց իրավունքը չէ, Տիկին Կարապետյան, ինչպես ձեր իրավունքներ խոսել դեօկուպացիայի մասին եւ այդպես քվեստանալ, հիմա մյուս տարի ընտրություններ են, իրենք էլ կարող են վերադարձի նախընտրական խոստումով մասնակցել այդ ընտրությանը։ Դա նրանց իրավունքը չէ, Հայաստանում կա սահմանադրություն եւ գործող օրենքներ։ Օրինակ, եթե Հայաստանում հիմա ինչ-որ մեկը փորձի Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ձևակերպի պարսկահայք նահանգի շուրջ քաղաքական դիսկուրս, կարժանանա սուր կոշտ հակադարձման։ Ճիշտ է։ Ճիշտ է, կարժանանա, այո։ Եվ այդ նույն վերաբերմունքը մենք պետք է ունենանք մեր բոլոր հարևանների նկատմամբ։ Սա դաժան է, դառն է, դժվար է, կան մարդիկ, ովքեր էթնիկ զտման են ենթարկվել եւ այժմ Հայաստանի Հանրապետությունում են եւ մենք պատասխանատվություն ենք կրում նրանց նոր կյանք սկսելու համար, բայց Հայաստանի Հանրապետության տարածքում այդպիսի քաղաքական դիսկուրսներ զարգացնելը, այսինքն քանի դեռ Լեռնային Ղարաբաղում էին հայերը, հասկանում եք, նրանց քաղաքական պատասխանատուները այնտեղ Լեռնային Ղարաբաղում պետք է ամեն ինչ անեին հնարավորի սահմանում Հայաստանի աջակցությամբ, Հայաստանի նախանշած ճանապարհով, քանի դեռ այնտեղ էին, պետք է ամեն ինչ անեին, որպեսզի հայերը կարողանան շարունակել ապրել իրենց տներում, իրենց պատմական հայրենիքում։ Չէ, բայց դուք չեք կարող։ Այդ պետք է անեն, չեն կարող, ուրեմն այդ նույն քաղաքական գործիչները տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հիմա էլ կամաց-կամաց Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ նույն վարկը դրսևորեն, ինչ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ են դրսևորել։ Հայաստանի տարածքի նկատմամբ է, որ այդ մարդկանցից քվե ուզեն
իրենց հայրենիք վերադարձնելու խոստմամբ։ Հիմա կկատարեն չեն կատարեն։ Մեր երկրի տարածքում այդպիսի մեխանիզմներ չկան, չի գործում։ Երկու պետություն Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործում։ Դա մեր սահմանադրության եւ օրենքների պահանջն է։ Գուցե նրանք խոստանում են Ադրբեջանի դրոշի ներքո վերադարձնել, դա արդեն իհարկե այլ խոսակցություն է։ Գիտեք, մենք ունենք ուրեմն հասարակական կազմակերպություններ, որոնք Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունից տեղահանված բոլոր հայերի հարցերն են բարձրացնում, այդ է ֆորմատը։ Այդ դեպի այդ ֆորմատ կարող են իրենց հիմա այն մասին, որ ձեր նոր բանաձևն էլ չի աշխատում, Տիկին Կարապետյան, խնդրեմ, համաձայնեցված են բոլոր դրույթները, Ադրբեջանը չի ստորագրում, հենց այսօր ժամեր առաջ Իլհամ Ալիևը կրկնում էր նախապայմանները փոխել սահմանադրությունը առաջին հերթին։ Մենք պետք է հետևողական լինենք խաղաղության օրակարգի հարցում, որովհետև կա այդպիսի վերլուծություն, որ Ադրբեջանի նախագահը նաև չի ցանկանում հակամարտության լուծում, եւ դա ակնհայտ է դառնում բարձրացված պահանջների որակից, այսինքն դրանք գործընթացը սաբոտաժի ենթարկելու պահանջներ են։ Մենք պետք է հետևողական լինենք այս հարցում, խաղաղության օրակարգի հարցում, եւ սենց մի քիչ, եթե հերվից նայենք, նաեւ միջազգային հանրության դիտանկյունից նայենք, մի հակամարտություն, որ այսքան երկար տարիների պատմություն ունի, մենք այդ հակամարտությունը լուծելու ջանքեր 2020 թվականից ի վեր ենք գործադրել։ 4-րդ, 5-րդ տարին է, ընդ որում փոփոխվող միջազգային իրավիճակում, նաև փոփոխվող իրավիճակում Հարավային Կովկասում չի կարելի հուսալքվել եւ ասենք մի քանի տարի ինչ որ ուղղությամբ գնալուց հետո կամ մի քանի ամիս ասել դե տապալված է այդ օրակարգը։ Այն պարագայում, երբ այնուամենայնիվ 2024 թվականը սկսած 88 թվականից եւ մեր անկախությունից 91 թվականից եղել է ամենախաղաղ տարին։ Ոչ մի զոհ մենք չենք ունեցել։ Նախորդիվ ժամանակաշրջանում այդպիսի տարի չի եղել, որ դիպուկահարից տասնյակ մեր զինվորներ կամ քաղաքացիական բնակչությունից ուրեմն տուժածներ չլինեն եւ զոհեր չլինեին։ Սա իհարկե ոնց ասեմ, կայուն արդյունք չէ։ Մեզ պետք է պայմանագիր, որը ուժեղ ազդակ կլինի այդ թվում Ադրբեջանի ժողովրդին եւ դրանից հետո ագրեսիվությունը շարունակելու Ադրբեջանի նախագահի ցանկությունները կզսպի, որտեվ իր ժողովուրդն էլ կասի թուղթ է ստորագրել, ինչի մասին է խոսքը, բայց դա էլ նույնիսկ կայունության երաշխիք չի լինի։ Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը այնքան ժամանակ, մինչեւ օրինակ տեղի ունենա տնտեսական ապաշրջափակում։ Եվ ուրեմն Հարավային Կովկասի երկրները փոխկախվածության միջոցով կարողանան այդ հարաբերությունը պահպանել։ Այնպես ինչպես մենք կայունությունն ու հարաբերությունները պահպանում ենք Իրանի հետ եւ Վրաստանի հետ։ Պատմական դժվար պատմություններ ունեցած ուրեմն ժողովուրդներ են այս երեք ժողովուրդները։ Բայց դուք իմ հարցին չպատասխանեցիք, դա լավ է հնչում, բայց չի աշխատում, ասում եմ։ Ես ասում եմ, փաստացի աշխատում է, 2024 թվականին աշխատել է, 2025-ի մինչև էս պահն էլ աշխատել է։ Մենք պետք է հետևողական այդ կրակոցներն էլ այն փորձ են նրա, որ ցույց տան, որ ուրեմն խաղաղություն հնարավոր չէ։ Մենք սա նկատում ենք, թե ինչ է փորձում անել Ադրբեջանը խաղաղության գործընթացի հետ։ Ահա, հիմա մենք կարող ենք լինել անհավասարակշիռ եւ տենց ջղայնանալ, ափերից դուրս գալ եւ մտնել այդ հրավիրված կռվի մեջ։ Այդպիսով խափանելով մեր բուն շահն ու մեր բուն նպատակը, որն է Հայաստանի Հանրապետության շուրջ կայունություն ապահովելը, խաղաղություն ապահովելը, բացել սահմանը Թուրքիայի հետ։ Չէ, դա կարող է հակառակն էլ նշանակել, որ նա արդեն ուժով գա իր նախապայմանների հետևից, որտեղ թուղթը չի ստորագրում։ Դրա համար զինված ուժեր կան, պետք չի այդ հանգրվանին հասնել, հա, եւ անհրաժեշտություն չկա դրա մասին այդպես շատ բաց եւ անընդմեջ խոսալ։ Հասկանալի է, իրավիճակը կգնահատվի, արդյոք այդ կրակոցները որ ուղղությամբ են, ինչ նպատակ են հետապնդվում, բայց ոչ մի ավել քայլ չպետք է անենք, ոչ ռետորաբանության մակարդակում, ոչ գործողությունների թույլ տալու, որպեսզի մեզ նորից հետ շպրտեն այդ հակամարտության հին դինամիկաների մեջ, որի մեջ տասնամյակներով Հայաստանը տենց գտնվել է եւ ըստ էության ոչ մի հաջողության չի հասել։ Նաեւ այն իմաստով չէ փակուղային Տիկին Կարապետյան, որ նույնիսկ ցանկության դեպքում սահմանադրությունը փոխելը ժամանակատար է եւ դեռ մեծ հարց է, արդյոք 600,000 մարդ գնալու է այո ասի այդ փաստաթղթին։ Սահմանադրության մասին նախ պետք է եւ հռչակագրի, որտեղ սահմանադրության մեջ ուրեմն մատնանշվում է հռչակագրին արվող հղումը, թե ուղիղ չի ասվում, որտեվ իրենց շահերից չի բխում սա ասել, որ խոսքը սահմանադրության մասին չէ, սահմանադրության նախաբանի մեջ հղումը մեկ այլ փաստաթղթի։ Այս մասին
Առաջին անգամ Ադրբեջանի նախագահը խոսել է Թուրքիայի հետ, Թուրքիայում գտնվելու ժամանակ, ինչ որ մի ասուլիսի ժամանակ, շատ երկար ժամանակ սա շատ աննկատ է մնացել այս խոսակցությունը, եւ մենք պետք է նաեւ նկատենք, որ Ադրբեջանը հատուկ փորձեր է կատարում անընդհատ Թուրքիային համոզելու, որ տես խնդիրը դեռ լուծված չէ, եւ այս համատեքստում է ասվել, որ Հայաստանը դեռևս այդ, գիտեք, մեր հռչակագրի մեջ նաեւ հղում կա Օսմանյան կայսրությանը եւ Արևմտյան Հայաստանին։ Փորձ է կատարել, ուրեմն ներգրավել Թուրքիային այս հարցի մեջ ասելով որ տեսեք հայերը դեռևս ուրեմն տարածքային պահանջներ ունեն Թուրքիայի նկատմամբ ոչ միայն մեր նկատմամբ իրավական տեսանկյունից այս հարցը սպառված է մենք գիտենք սահմանադրական դատարան արդեն իսկ փաստաթուղթը մի անգամ գնացել է երկրորդ անգամ կգնա խաղաղության պայմանագիրը բացի դրանից խաղաղության պայմանագրի ներսում են պարունակվում մի քանի դրույթներ որոնք ապահովագրում են փոխադարձ հնարավոր ապագա պահանջներից մենք սա գիտենք եւ միջազգային հանրության հետ մեր խոսակցության մեջ ուրեմն սրա մասին ենք խոսում բայց բացի սրանից ուրեմն 2023 թվականին հռչակագրի ուրեմն տարեդարձի կապակցությամբ Հայաստանի վարչապետի ելույթը հայտարարությունը պետք է բացել եւ կարդալ եւ տեսնել որ մենք նաեւ ունենք մեր ներսում ինքնահայեցման անհրաժեշտություն արդյոք մենք ուզում ենք շարունակել Ղարաբաղյան շարժումը թե արդյոք մենք նկատում ենք որ մենք պատերազմում պարտություն ենք կրել որ այդ նախագիծը, որ մենք ունեցել ենք կառուցել Հայաստանի երրորդ հանրապետությունը Ղարաբաղյան շարժման հենքի վրա չենք կարողացել իրագործել եւ արդյոք մենք ցանկանում ենք առաջ շարժվել եւ նոր էջ բացել մեր հանրապետության համար։ Այս հարցը մենք ինքներս ենք մեզ տվել եւ գիտեք, այստեղ էլ չպետք է կաշկանդվենք, որ դրսից ուրեմն հարևան երկրի նախագահը ինչ որ բաներ է ասում, սաբոտաժի է փորձում ենթարկել մեզ, եկեք մենք կաղապարվենք մեր հին մտածողության ներսում, որովհետեւ այդպիսի սաբոտաժի փորձեր են արվում։ Այս երկու խոսակցությունը ոնց որ պետք է իրարից տարանջատել իրավական տեսանկյունից հարցի պատասխանը տրված է եւ մենք այս ուղղությամբ պետք է շարժվենք մեր ներքին ինքնահայեցման տեսանկյունից այս խոսակցությունը եւս պետք է շարունակենք սրա մասին է իրական Հայաստանի գաղափարը ոչ միայն սրա բայց այդ թվում առանցքային է սա Դուք ընդունում եք քննադատությունը, որ իշխանությունն է առնվազն հրահրում արցախցիների նկատմամբ ատելության խոսքը, որտեղ ասում են որպես կանոն դա ձեր աջակիցների շուրթերով է արվում։ Ես այս մասին մի քանի կարևոր արձանագրում կուզեի անել։ Նախ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ մեր ծրագրերը, մտածումները, զգացմունքները ամեն ինչ արտացոլված է կառավարության որոշումներում, ծրագրերում եւ խոսելու ձևի մեջ, այնպես ինչպես կառավարության նիստում են խոսում, դա է մեր մոտեցումը այդ հարցին։ Եթե սա բավարար չէ, որում սա պետության լեզուն է, որը երբեմն սառն է, ասենք անընդհատ շեշտել բռնի տեղահանված անձ, մարդկային էլ չի, չէ՞, հիշեցն, նույնիսկ սա։ Հետևաբար առավել պատկերավոր հասկանալու համար, թե Հայաստանի ժողովուրդը, նրա ընտրած կառավարությունը, մեր պետությունը առհասարակ ինչ վերաբերմունք ունի այս հարցի նկատմամբ։ Ես բոլորին խրախուսում եմ, որպեսզի դիտեն Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հայրենակից վերնագրի ներքո հաղորդաշար է հեռարձակվում։ Մեր ժողովրդի վճարած հարկերից, բյուջեից Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է եւ այդ հեռուստաընկերությունը ունի նաեւ բովանդակային պարտավորություններ, օրենքով սահմանված, թե ինչ պետք է անի, թե ինչ եւ ինչ չպետք է անի։ Հիմա այս հաղորդաշարը իհարկե նաեւ անկախ խմբագրական որոշում է, բայց այդ հաղորդաշարին հյուր են գնում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, պատմում են ծրագրերի մասին։ Այդ հաղորդաշարի ժամանակ խոսում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները, պատմելով իրենց հիշողությունները, տեղահանման մասին պատմությունները եւ թե իրենք ինչպես են փորձում Հայաստանում նոր կյանք սկսել։ Հետեւաբար, եթե հարցին մոտենում ենք այն տեսանկյունից, իսկ ինչ է քարոզում պետությունը, դա քարոզում Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ես քարոզը իհարկե չակերտավոր եմ ասում, որովհետեւ խմբագրական անկախություն ունի այդ հեռուստաընկերությունը որոշակիորեն, բայց եթե մենք ուզում ենք տեսնենք ինչ է քարոզվում, պետք է բացենք այդ հաղորդաշարը նայենք։ Իրավապահների ջանասիրություն չենք տեսել, որ գնային այդ ատելության խոսքի հետևից։ Առանձին դեպքերի առումով պետք է ուրեմն բան տալ, հաղորդում տալ, որպեսզի գնան, մատնանշենք, գտնենք, տանք, որպեսզի դրանց հետևից գնանք։ Երկրորդ բանը, սոցիալական ցանցերում, եթե նայենք, ինչ որ կթվա թե եթե Հայաստանի որևէ համայնք դուրս գանք, ուրեմն մի հայաստանցի ու մի ղարաբաղցի թավագլոր կռվում են իրար հետ։ Այդ զգացողությունն են առաջացնում սոցիալական ցանցերը։ Միշտ դա այդպես չի։ Ես խրախուսում եմ բոլոր մեր քաղաքացիներին, ովքեր այդ միջավայրից նեղվում են, դուրս գան իրենց համայնք
Ես ամենօրյա ռեժիմով տաքսիում, խանութում հանդիպում եմ Լեռնային Ղարաբաղից մարդկանց։ Շփվում եմ, հետ են շփվում, շփվում ենք շատ հանգիստ մթնոլորտ է Հայաստանում։ Թուրք ու դավաճան չեն ասում դες։ Այո, ուրիշ բան։ Մի անգամ իմ վարորդներից մեկը, հայաստանցի վարորդներից մեկը ասեց, որ հերթական անգամ հայրենիքի փրկման հերթական շարժումն էր, ասեց, գիտեք, 90-ականներին իմ ընտանիքի մի տղամարդ անդամ է զոհվել պատերազմում, այս պատերազմում եւս հորեղբոր որդիից լավ չեմ հիշում արդեն։ Եվ ինքն էլ անձամբ 44-օրյա պատերազմի մասնակից էր, երիտասարդ մարդ չէր, միջին տարիքի մարդ էր։ Ասեց, որ պատերազմից չի հասցրել ժամանակին վերադառնա, որպեսզի վարկի մարում կատարի եւ այժմ սև ցուցակում է, չի կարողանում տուն կառուցել, եւ ասեց, որ ուրեմն այդ ցույցերից մեկի ժամանակ իր արչեւը փակել են ցուցարարները եւ ինչ որ մեկը իր վրա գոռացել է թուրք։ Այսինքն այդ մարդը ասում է ոնց կարա այսքան իմ ամբողջ ապրումից հետո, ամբողջ կյանքի պատմությունը, իմ ընտանիքի կորուստները, իմ կրած զրկանքները, մեկը ճանապարհը դեմս փակել է եւ ես ուզում եմ տեղ հասնեմ, տաքսի եմ վարում։ Ինքը ին վրա գոռում է թուրք։ Ուրեմն այստեղ նաեւ շատ կարեւոր է, որպեսզի մենք հասկանանք, որ երբ տենց հանրության ներսում ատելություն է զարգացվում, մեկը մյուսի հետ կապ ունի։ Եվ մենք բոլոր դրվագներում պետք է ուրեմն դատապարտենք ու զսպենք այդ խոսքը, որպեսզի այդ ատելությունը նոր ատելություն եւ նոր դրվագներ չծնի։ Այն բոլոր մեր քաղաքացիներին դիմում եմ նրանց, ովքեր ցանկանում են աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Ես խնդրում եմ անել այն, ինչ վարչապետն է անում։ Հեծանիվ քշել, իրական Հայաստանի մասին խոսալ, դրական օրակարգերով լցնել սոցիալական ցանցերը կլինի, թե չգիտեմ իրենց եթե քաղաքական աջակցություն են ուզում հայտնել եւ զերծ մնալ որևէ կոշտ կոպիտ խոսքից, ել չասեմ ատելության խոսքից առ մեր հայրենակիցներ։ Սա եւս կարեւոր շեշտադրում է։ Վարչապետն էլ է կոշտ ու կոպիտ խոսքեր ասում տեխնիկա։ Եթե վարչապետը իմ շատ գործընկերներ, երբեմն նաև ես ագրեսիվություն չցուցաբերենք, մեզ հում մեր ընդդիմությունը կուտի։ Հում կուտի։ Հիմա այդ մասին Գյումրիի եւ Փարաքարի ընտրությունները ձեզ ազդակ չեն, որ 2026-ին հեռանում եք ձեզ հում ուտելու։ Եթե ազդակ լինեին 2021 թվականի համապետական ընտրություններից հետո այդ նույն աշնանը Գյումրիում ընտրությունները պետք է ազդակ լինեին։ Եվ դրանից հետո հայրենիքի փրկման շարժումները պետք է հաջողած լինեին։ Բայց Գյումրիում պարտվել եք դրանից հետո։ 21 թվականի աշնանը էլ ավելի եթե հիմա պարտվել ենք, թեև ես գիտեք քաղաքագիտության մեջ այդպիսի բան կա, հարաբերական մեծամասնություն է կոչվում։ Քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում ստացել է հարաբերական մեծամասնություն։ Եթե մենք ուզում ենք նորմալ ժողովրդավարություն լինենք, իսկ մենք ուզում ենք նորմալ ժողովրդավարություն լինենք, ապա դա ամենամեծ թվով քվեներ ստացած ուժն է։ Մնացած բոլոր ուժերը 2 եւ ավել անգամ պակաս ուրեմն քաղաքացիների վստահության քվե են ստացել։ Եվ եթե սա պարտություն ենք որակում, ապա ասում եմ 21 թվականի համապետական ընտրություններում մասնակցությունը այնպիսիներ ինչպիսին այժմ մենք ստացել ենք 60% վստահության քվե Գյումրիում պատերազմից մի քանի ամիս անց, այդ որ պետք է պարտվեինք համապետական ընտրություններում պատերազմից այդքան ամիս անց Գյումրիում այդ դրվագում պետքա պարտվեինք։ Դրանից հետո տեղի են ունեցել համայնքային ընտրություններ Գյումրիում, որտեղ 7000-ի չափ ձայն ենք հավաքել Գյումրիում, այժմ 17000-ի չափ։ Ուզում ասեմ թվերը բոլորովին, այսպես ասած, այդ կործանումը չեն գուժում, որը որ փորձում են պատկերել մարդիկ։ Որ ասում եք քաղաքագիտությունը հուշում է, որ մենք ենք մեծամասնություն, այսինքն Սարիկ Մինասյանը պետք է դառնա քաղաքապետ։ Ես չգիտեմ ինչ մոտեցում կորթեգրվի, գուցե լավ միտք է, որպեսզի առաջադրվի, որովհետև էլի մինչև վերջին հնարավոր կետը մեր քաղաքացիները եւ նրանց ընտրած մարդիկ հնարավորություն ունենան ուրեմն ամբողջացնելու իրենց ընտրությունը։ Կան արդեն բանակցություններ այլ ուժերի հետ։ Ես դրա մասին տեղեկություններ չունեմ։ Իսկ դուք դա ճիշտ համարում եք, եթե դուք 36% ունեք, իսկ գաղափարակից ուժերը միասին 50%-ից ավելի, բայց իշխանությունը վերցնեք դուք։ Գաղափարակից ուժեր ասվածը կարծես մի քիչ չափազանցություն է։ Նրանց բոլորին միավորում է միտքը, որ դուք չպիտի լինեք իշխանություն։ Բայց իրանք առնվազն իրար նկատմամբ պակաս դաժան խոսույթ չեն գործադրել եւ իմիջիայլոց շարունակում գործադրել arczepiskopos Աջապահյանի հարցազրույցից հետո գաղափարակից են նրանք թե գաղափարակից չեն, մի քիչ դժվար է ասել, որովհետև նրանց գաղափարակից լինելը ըստ էության 5 կարգերի վերականգնման շուրջ է գաղափարակից, բայց թե այդ 5 կարգերի շրջանակում ով որքան ինչ պետք է հափշտակի, դրա շուրջ կարծես տարաձայնություններ ունեն իրենք։ Նրանց բոլորին միավորում է այն, որ դուք չպետք է լինեք իշխանության, որովհետև թուրք եք եւ դավաճան։ Դե այդ խոսույթն էլ ուրեմն պետք է գնահատականի արժանանա։ Այն մարդկանց կողմից, ովքեր հիմա շրջվում եւ ասում են, բան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ թիրախավորում կա, որովհետեւ մեկը մյուսին սնուցող դիսկուրսներ են, ես հա չեմ ասում որպես արդարացում, դատապարտելի է։
թե մեկը, թե մյուսը։ Մեկ է Տիկին Կարապետյան, ինչպես պիտի Սարիկ Մինասյանը քաղաքապետ դառնա, նրանցից եք քվե խնդրելու։ Ես անկեղծ ասած չեմ մասնակցում գործընթացներին։ Իմ տպավորության բանակցություններ էլ չկան, բայց ես ասում եմ, որ հրապարակային քաղաքականության դաշտում առնվազն ճիշտ է, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն այդ հնարավորությունը մինչև վերջին դրվագը։ Ես չգիտեմ ինչ որոշում կկայացնի մեր ավականին 14 մանդատ ունեցող մեր ավականին։ Հա, բայց մեծամասնություն չունեք, քաղաքագիտություններ, ինչպես դուք եք ասում, կամ գաղափարական կոալիցիա է ենթադրում, իսկ ուժերի համախմբում, կամ դուք պետք է չառաջադրվեք։ Հիմա կա նրանց հետ համագործակցության որևէ եզր, որ ասում եք լավ կլինի առաջադրվի Սարիկ Մինասյանը։ Չէ, գիտեք, եթե նույնիսկ չի ընտրվելու, լավ է ցույց տալ, որ հնարավորությունը կար։ Այստեղ մի քիչ ստացվում է ոնց որ ինքնանպատակ, բայց կարևոր է որ մարդիկ տեսնեն, որ հնարավորությունը կար։ Իսկ որ հանկարծ ընտրվի դա արդար է։ Դե ոնց որ պայմաններն են կախված։ Գիտեք, արդար է այն տեսանկյունից, որ բոլոր նորմալ իրավիճակներում ամենաշատ ձայն հավաքած ուժին է սկզբում հնարավորություն տրվում կոալիցիա կազմելու համապետական տեսանկյունից եմ ասում նորմալ քաղաքական համակարգերում նույնիսկ որոշ երկրներում օրենքով է սա ամրագրված որ ամենամեծ ուժն է սկզբում փորձում կոալիցիա կազմել դրա համար տրվում է դիցուկ մի քանի շաբաթ կամ մի ամիս եթե նա դա տապալում է հաջորդ ամենամեծ ուժին եւ այդպես շարունակ ինչ որ կարգավորումներ էլ երբեմն լինում են մեզ մոտ դրանք չկան ոչինչ որ չկան ես կարծում եմ եթե ոնց բացատրեմ այդ երկրորդ ուժի ղեկավարը նույնիսկ չունի ոնց որ ամբողջական աջակցություն ամբողջ ընթացքում կառավարելու հասկանում եք մարդիկ ասում են քվորում կապահովենք, քվե կապահովենք կամ չգիտեմ որը կապահովեն, որը ոչ, երևի քվեն միայն, բայց ստացվում է որ միայն մեր գյումրեցիների 9000 քվե ունենալով պետք է հաջորդ տարիների ընթացքում այդ մարդը կառավարի։ Դա ավելի վատ, պակաս լեգիտիմ իրավիճակ է, քան եթե 17000 քվե ունեցող համայնքապետ ունենա Գյումրին։ Պակաս լեգիտիմ, հասկանալի է, ինչ եմ ասում։ Գյուղի շնորհակալություն, որ համաձայնեցիք, մենք զրուցում ենք քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։